մետրոն ինքը որպես քաղաքային ենթակառուցվածք եւ որպես շինարարական օբյեկտ շատ բարդ կառույց է, հսկա պրոյեկտ է, պետական մասշտաբների, պետական նշանակության պրոյեկտ է։ Այն, որ խորհրդային տարիներին կառուցվել է 5 տարում, դա խոսում է նրա մասին, որ այն ժամանակ խորհրդային միության ռեսուրսներն են օգտագործվել, որոնք անհամեմատելի են հիմիկվա Հայաստանի ռեսուրսների հետ։ Այսինքն այն մասշտաբները, այն ծավալները, շինարարական աշխատուժի, ներուժի, այն ծավալները, որ տիրապետել է խորհրդային միությունը, ներկայումս բնականաբար Հայաստանը չի կարող տիրապետել։ Նման մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակում անել։ Մի բան էլ այս առումով փաստենք, մետրոն որպես ենթակառուցվածք, որպես այսպես քաղաքային ենթակառուցվածք, ինքը շատ սպეციფიկ կառույց է, որպես ինժեներական կառույց շատ յուրահատուկ կառույց է, ըստ այդմ շատ բարդ շինարարական եւ ինժեներական լուծումներ պահանջող։ Օրինակ 1 կիլոմետր թունելի կառուցման համար պահանջվում է 100-ից 150 միլիոն դոլար։ Միջազգայինորեն այսպես հաշվարկված, միջին հաշվարկված գինն է։ Եթե հաշվի առնենք նաեւ Երևանի ռելիեֆը, որ մենք հարթավայրային այսպես ռելիեֆի վրա չենք, այլ լեռնային ռելիեֆի վրա ենք եւ հրաբխային ապարներ են մեր գրունտը հիմնականում, հա, այսինքն այդ թունելի փորումաշինարարությունը դա բավականին բարդ եւ մասնագիտական ինժեներական լուծումներ պահանջող հարց է։ Այս առումով մետրոյի շինարարությունը կարելի է համադրել օրինակ ասենք օդանավականի շինարարության հետ կամ ատոմակայանի, ես նկատի ունեմ բարդության աստիճան։ Ինքը որպես ինժեներական կառույց շատ սպეციფიկ կառույց է, այս առումով մասնագիտական հատուկ ներուժ է պահանջում։ Օրինակ մենք Հայաստանում գիտեք, ունենք շատ շինարարական կազմակերպություններ, չէ, որոնք բնակարանային համալիրներ են կառուցում, բնակարանային շինարարությամբ են զբաղված, բայց ես օրինակ չեմ կարծում, թե այդ կազմակերպությունները շինարարական մասնագիտական առանձնահատուկ ներուժով ունակ կլինեն մետրո կառուցելու։ Այս առումով սա մի հատ ամրագրենք, որ մետրոն ինքնին շատ սպეციფიկ կառույց է, որպես շինարարական կառույց։ Հիմա եկեք մի հատ հիշենք ինչ է տեղի ունեցել, էլի մետրոյի կառուցման, կայարանի կառուցման աչափնյակի մասին է խոսքը։ Ցուցությունները դեռ նախկին քաղաքապետից է, չէ՞, Հայկ Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ 20 թվին, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի կեսերն էր միջև Արցախյան պատերազմի սկսելը, այն ժամանակ խոսվում էր շուրջ 35 միլիոն դոլարի մասին արժեք այդ մետրոյի կայարանի կառուցման։ Եվ ասվում էր, որ պետությունը չի տրամադրի այդ գումարը, այլ մասնավոր սեկտորից, մասնավոր կապիտալից այդ գումարը կներգրավեն, որպեսզի կարողանան այդ ծախսը ապահովեն։ Բայց ինչ որ բանակցություններ վարվեցին եւ մասնավոր այնպիսի պայմաններ առաջադրեց, որ պետությունը որոշեց ինքը կառուցի այդ կայարանը։ Հետո բնականաբար պատերազմի եւ կոവിഡ്ի եւ մնացած բաների հետևանքով այդ խնդիրը հետաձգվեց։ Նորից 22 թվականին գործընթաց է սկսվել։ 22 թվականին ուրեմն պատվիրվել է այդ նոր կայարանի կառուցումը ռուսական մետրո հիդրոտրանս կազմակերպությանը, որովհետև ինչպես նշեցի, մետրոյի շինարարությունը շատ սպეციფიկ ինժեներական կառույց է մետրոն եւ ամեն կազմակերպություն չի կարող նախագծել եւ իրականացնել։ Մետրո հիդրոտրանսը ռուսական կազմակերպություն է, որը մոտ 100 տարվա կազմակերպություն է, այդ կազմակերպությունը կառուցել է Մոսկվայի մետրոպոլիտենը, հսկա մետրոպոլիտեն է, գիտեք, եւ այս առումով մասնագիտացված կազմակերպություն է։ Այդ ժամանակ արդեն այդ կառույցը, այդ ուրեմն կոնստրուկտորական ընկերությունը հաշվարկեց մետրոյի այդ կայարանի համար արդեն 250 միլիոն դոլար։ Տեսեք գումարային ինչ մեծ տարբերություն է, հա, 35 եւ 250։ Սա եւս խոսում է այն մասին, որ մասնագիտացված կառույցը, երբ որ խնդրին մոտենում է հատուկ մասնագիտական եղանակով, արդեն թիվը բնականաբար փոխվում է։ Հաշվի են առնվում շատ այլ գործոններ։ Հիմա եկեք վերադառնանք մեր օրեր։ Այս տարի ամռանը Երևանի քաղաքապետի տեղակալը Լևոնը Հովհաննիսյան հայտարարեց, որ կայարանի կառուցումը արժանալու է այդքան 250 միլիոն դոլար, տևելու է շինարարությունը 5 ամիս եւ կարծես թե ուզում էին այդ բանը մեկնարկել, բայց ինչպես գիտենք, որոշումը չեղարկվեց եւ այդ գումարի շրջանակներում կարծեմ թե այդպես է հոսակցությունը, որ գնել տրոլեյբուսային պարկն են համալրել։ Հիմա ո՞րն է սրա պատճառը։ Ես կարծում եմ, այստեղ քաղաքական որոշում է կայացվել, ոչ կառավարչական, որովհետև եթե կար նախագիծ, եթե նախատեսված էր գումար, կամ միգուցե նախատեսված չէր, բայց գումարը հաշվարկված էր եւ
կար այդ գումարի ծախսման որոշակի ուղղություն։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ քանի որ մյուս տարի ընտրություններ են, իսկ շինարարությունը լայնածավալ եւ տևական գործընթաց է 5 տարվա, միգուցե քաղաքային իշխանությունները գնացել են ավելի արագ եւ տեսանելի արդյունք ունենալու ճանապարհով, այսինքն գնել են տրոլեյբուսներ, որով փորձ է արվելու Երևանի երթևեկությունը որոշակիորեն էլի բեռնաթափել էլեկտրական տրանսպորտով, որը բնականաբար էկոլոգիապես նաեւ շատ լավ տրանսպորտ է, տրոլեյբուսային պարկը, հա։ Այս ձևով փորձ է արվել ավելի արագ եւ ավելի տեսանելի արդյունք ստանալու ճանապարհով գնալ եւ այս ձևով լուծել Երևանի բեռնաթափման հարցը։ Իմ կարծիքը մասնագիտական սա է, ինչու է այդ որոշումը չարվել եւ այս մյուս ճանապարհով գնացել։ Այստեղ նաև մենք հրապարակում ունենք, հետքի հրապարակումն է, չգիտեմ տեսել եք թե չէ, որ 1.8 միլիարդ միայն տվել են նախագծահաշվային այդ աշխատանքին, որը պետք է ունենար հավելված, այնտեղ մանրամասն պետք է ինչ-որ գրված լիներ, ինչ է գնվում, ինչ է արվում, ինչ արժեքով եւ այլն, որը հավելվածը չի ունեցել։ Խոսքը տրոլեյբուսների մասին է։ Չէ, մետրոյի մասին է։ Ու այնտեղ բավականին մանրամասն նշվում է, կարծեմ ասում են, որ զգուշացրել են Տիգրան Ավինյանին, որ ընկերությունը ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունը, բայց գումարը ամբողջությամբ տրվել է։ Բայց կարծես թե ինչ-որ տեղաշարժ չի եղել այդ մասով։ Այստեղ դուք ինչ-որ խնդիր տեսնում եք։ Դե եթե հետաքննության մասը համապատասխանում է իրականությանը, իհարկե այդտեղ խնդիր կա։ Եթե պատվիրվել է կազմակերպությանը իրականացնելու ուսումնասիրություն եւ ուսումնասիրությունն արվել է թերի, բայց գումարը վճարվել է, պետք է դատական կարգով այդ գումարը հետ վերադարձվի կամ ուսումնասիրությունը հասցվի ավարտի։ Այստեղ ոչ այնքան կառավարման խնդիր է, որքան իրավական խնդիր է։ Դուք ասում եք այն ժամանակ սովետական միության ռեսուրսներն ենք մենք ունեցել, շինարարական ռեսուրսը եւ այլն, բայց մենք նույնիսկ չենք հասել շինարարությանը։ Այսինքն 7 տարի շարունակ մենք խոսում ենք դրա մասին։ Մասին է, Աչափնյակի կայարանը։ Հա, Աչափնյակի կայարանը։ Դա չի մեկնարկել շինարարությունը, որ տեսնենք քանի տարի է։ Պիտի մեկնարկի չէ, որ տեսնենք քանի տարի է։ Սովետի ժամանակ լրիվ ուրիշ ձև էր։ Կայացում էր որոշում, Կենտկոմը կայացնում էր որոշում, կուսակցական որոշում, այնուհետև այդ որոշումը իջեցնում էր տեղում, ժամկետներ էին դրվում եւ այդ ժամկետներից հնարավոր չէր շեղում ապահով, այսինքն շեղում հնարավոր չէր։ Պետք է տեղական իշխանությունները Կենտկոմի որոշումը անվերապահ կատարեին եւ սրա համար եթե պահանջվում էր օրինակ պայմանական եմ ասում 3000 շինարար ներգրավել, անմիջապես այդ շինարարները ներգրավում են, եթե երկրի ռեսուրսները չէր բավականացնում այլ հանրապետությունների ռեսուրսներ են ներգրավում։ Այսինքն այստեղ վարչահրամայական տնտեսության մեջ դուք գիտեք ինչպես է, կա հստակ որոշում, այդ որոշումը ժամկետներ է տրվում, միջոցներ է հատկացվում, ըստ որում բավականին շատ միջոցներ, մեծ միջոցներ, տեսեք, նույնը Արփասեվան թունելը, հա, սա էլ նման պրոյեկտները, ինչպես ես ասում եմ, հա, մետրոն որպես ինժեներական կառույց, դա մի հանրապետության այսպես հնարավորության խնդիր չէր կարող լինել։ Սա հսկա մեծ մասշտաբային պրոյեկտներ են եղել։ Արփասեվան թունելի ժամանակ Խրուշչովն է եկել եւ անմիջական այսպես ուղիղ ձևով, հա, բան արել շինարարության հետ կապված վերահսկողությունը իրականացրել են այնտեղից։ Այսինքն սրանք մեծ պրոյեկտներ են, սրանք հանրապետության նույնիսկ բյուջեի հնարավորությունների սահմանում եղած պրոյեկտներ չեն եղել։ Նյութենական մասշտաբի պրոյեկտներ են եղել։ Նույնը Երևանի մետրոն։ Նախ Հայաստան ինքնուրույն չէր կարող որոշում կայացնել քաղաքում մետրո ունենալու։ Բնականաբար ես էլ դուք էլ այն ժամանակ չենք եղել, երիտասարդ ենք եւ չենք հիշի ինչ է տեղի ունեցել, հա, այն ժամանակ, բայց արխիվները եւ աղբյուրները ասում են այն մասին, որ Երևանի բնակչությունը 70-ականներին այդ մեգապոլիսային տրամաբանությամբ հա, չի եղել 1 միլիոն կարծեմ։ Չի եղել, իհարկե։ Ի սկզբանե Թամանյանը նա մի քիչ հեռանում ենք թեմայից, Թամանյանը նախագծել էր մինչև 800,000 մաքսիմում, այսինքն ինքը միլիոնը անցնելու խնդիրը հենց դա է հետապնդել մետրո ունենալու եւ այդ ուրբանիզացիոն process-ները, լրացուցիչ թաղամասեր, օրինակ նոր-նորքի թաղամասը այն ժամանակ է հենց մեծացել, ավելացել։ Բայց հետո կարծում եմ Թամանյանը չի նախատեսել այսքան մեքենա քաղաքում։ Դե մեքենա կարող է լինել այն ժամանակ, հիմա մեքենայի խնդիրը ավելի շատ գիտատեխնիկական հեղափոխությամբ պայմանավորված, բայց խնդիրը հետեւյալն է, քաղաքը ունի գեյմպլան, քաղաքը նախագծող ճարտարապետը, ով տալիս է հիմնական քաղաքի այն
առանցքային ծրագիրը, պլանը, նախագիծը։ Այդ ծրագրով Հայաստանի բնակչեր կարող էլի որևէ ճարտարապետի առավել եւս Թավանի նման հանճարեղ ճարտարապետի մտահղացումը լիներ, որ ամբողջ երկրի բնակչության 1/3-ը կամ կեսը մոտավորապես կբնակեցվի ինչ-որ մի քաղաքում։ Բայց դե process-ները գնացել են այդպես եւ ի սկզբանե քաղաքի այդ ուրբանիզացիոն process-ները, քաղաքի արհեստականորեն բնակչության ավելացումը նաև հետապնդել էր մետրո ունենալու խնդիրը։ Սա քաղաքական խնդիր է եղել նաև, որովհետև եթե քաղաքը մեծ է, եթե քաղաքը ունի մետրո, ինքը նաև որոշակի ստրատեգիական նշանակություն է ձեռք բերում մեծ պետության մեջ։ Ինչպես օրինակ ատոմակայանի կառուցումը, ինչու է որոշվել մեծամորում ատոմակայան կառուցել։ Սահմանը որոշակիորեն կարևորելու սովետական միության մասշտաբներով են ասում, պերիֆերիան որոշակիորեն արժևորելու, կարևորելու խնդիր է հետապնդել։ Այսինքն սա էլի կապված է քաղաքական եւ ստրատեգիական խնդիրների հետ։ Ես կարծում եմ նմանապես Երևանում մետրոյի արկայությունը, երբ որ 80 քանի թվին կառուցվեց, մետրոպոլիտեն, թե 80 հենց թվականին, ճիշտ ասած թիվը չեմ հիշում։ Խնդիրը եղել է հետեւյալը՝ ստրատեգիական նշանակություն տալ Երևան քաղաքին։